Ղուկաս 9-րդ գլուխ։ Կանչելով 12 առաքյալներին, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները, և ուղարկեց նրանց քարոզելու Աստծու արքայությունը և բժշկելու ախտերով վարակվածներին, և ասաց նրանց. Ճանապարհի համար ոչինչ մի վերցրեք, ոչ գավազան և ոչ մախախ, ոչ հաց և ոչ արծաթ դրամ, երկու հագուստ մի ունեցեք։ Որ տունը մտնեք, այնտեղ գիշերեք և ապա այնտեղից գնացեք։ Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ, ձեր ոտքերի փոշին թոթափեք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք։ Եվ նրանք ելան ու շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։ Հերովդես չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը և զարմանում էր, որ ոմանք ասում էին, թե Հովհաննեսը մեռելներից հարություն է առել, ոմանք, թե Եղիան հայտնվեց, և ուրիշներ էլ, թե նախկին մարգարեներից մեկը հարություն է առել։ Հերովդեսը սակայն ասաց. Հովհաննեսին ես գլխատեցի, իսկ սա ով է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում։ Եվ ուզում էր նրան տեսնել։ Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ Ամայի մի վայր։ Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից։ Ընդունելով նրանց, խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Օրն սկսեց տարաժամել, 12-ը մոտեցան և ասացին նրան. Արձակիր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք։ Նրանց ասաց. Դուք նրանց ուտելու բան տվեք։ Նրանք ասացին. Մենք 5 նկանակից և 2 ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք։ Որովհետև շուրջ 5000 մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. Նստեցրեք դրանց խումբ, 50-50։ Այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ Վերցնելով 5 նկանակը և 2 ձուկը, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Ամենքը կերան և հագեցան, 12 սակառ էլ կտոր հավաքեցին։ Երբ նա առանձին աղոթքի էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները։ Նրանց հարցրեց և ասաց. Ժողովուրդը իմ մասին ինչ է ասում, ով եմ։ Նրանք պատասխանելով ասացին. Հովհաննես Մկրտիչը, ոմանք թե Եղիան, իսկ ուրիշները թե նախնիներից մի մարգարե հարություն է առել։ Ասաց նրանց. Դուք իմ մասին ինչ եք ասում, ով եմ։ Պետրոսը պատասխանեց և ասաց. Աստծու Քրիստոսը։ Նա սաստեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ։ Ապա ասաց. Մարդու որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ Եվ ամենքին ասում էր. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Որովհետև ով կամենա իր կյանքը փրկել, այն կկորցնի, իսկ ով իր կյանքն ինձ համար կորցնի, այն կփրկի։ Ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի։ Որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, մարդու որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր հոր և սուրբ հրեշտակների փառքով։ Բայց արդարև ասում եմ ձեզ, թե այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը։ Այս խոսքերից մոտ 8 օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ աղոթքի կանգնելու։ Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա հագուստը փոխվեց և փայլուն սպիտակ դարձավ։ Եվ ահա 2 մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին, որոնք փառքով երևալով խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։ Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և 2 մարդկանց,
որոնք կանգնած էին նրա մոտ։ Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ ենք։ 3 տաղավար շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսի և մեկը Եղիայի համար։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։ Եվ մինչ այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի եղավ, բայց երբ նրանք ամպի մեջ ընկան, վախեցան։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. Դա է իմ ընտրյալ որդին, լսեք նրան։ Եվ մինչ այդ ձայնը դեռ գալիս էր, Հիսուսը միայնակ մնաց։ Նրանք լռեցին, ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։ Հաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմություն։ Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. Վարդապետ, աղաչում եմ քեզ։ Նայիր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա չար ոգին զարկում է նրան և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից, խորտակելով նրան։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան։ Հիսուսը պատասխանեց և ասաց. Ով անհավատ և մոլորված սերունդ, մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ։ Բեր այստեղ քո որդուն։ Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։ Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։ Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ մինչ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. Ձեր ականջների մեջ դուք պահեք այս խոսքերը, որ մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը։ Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան, և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։ Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ով է մեծ։ Երբ Հիսուսն իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում։ Իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին, որովհետև ով ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. Վարդապետ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում։ Հիսուսն ասաց նրանց. Մի արգելեք նրան, որովհետև ով ձեր թշնամին չէ, ձեր կողմն է։ Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ։ Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ նրա համար պատրաստություն տեսնելու, բայց չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները Հակոբոսը և Հովհաննեսը այդ տեսան, ասացին. Տեր, կամենում ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց։ Դարձավ, սաստեց նրանց և ասաց. Չգիտեք ինչ հոգուց եք դուք, որովհետև մարդու որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. Կգամ քո հետևից, ինչտեղ էլ գնաս։ Հիսուսը նրան ասաց. Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները հանգստանալու տեղ, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Մի ուրիշի էլ ասաց. Արի իմ հետևից։ Եվ նա ասաց. Տեր, հրաման տուր ինձ նախ գնալ և թաղել իմ հորը։ Հիսուսը նրան ասաց. Թող մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզիր Աստծու արքայությունը։ Մեկ ուրիշն էլ ասաց. Քո հետևից կգամ, Տեր, բայց նախ թույլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը։ Հիսուսը նրան ասաց. Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չի Աստծու արքայությանը։